Բարի երեկո, դուք դիտում եք օրվա ծրագրի առաջին թողարկումը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլոցարայությունը հանդես եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ եւ տեսադիտարկման համակարգ, հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն։ Հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիկ։ Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն, հայտնել են մեր երկրի պաշտպանության նախարարության մամլոցարայությունից։ Պետք է ամեն ինչ անել, որ Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտությունը հնարավորինս արագ լուծվի, լուծումը ընդունելի լինի հակամարտության կողմերի համար եւ հիմնված լինի հայտնի 3 սկզբունքների վրա։ Այսօր հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուଆ Շարպանտիեն։ Հնարավոր չէ անընդհատ հրադադարի ռեժիմի խախտման, փոխադարձ վիրավորանքների պայմաններում շարունակել ապրել։ Ստատուս քվոն չի կարող շարունակ ձգձգվել, ասել է նա, հիշեցնելով, որ համանախագահները 10 օրից կրկին կլինեն տարածաշրջանում։ Ըստ դեսպանի եռանախագահները մշտապես կապի մեջ են հակամարտող կողմերի նախագահների, արտաքին գործերի նախարարների հետ։ Միսկի խմբի համանախագահությունը հնարավորություն է տալիս հակամարտության կարգավորման լուծում գտնելու, բայց լուծում կայացնողը հակամարտող կողմերն են։ Լուծում կայացնողները հակամարտող երկու կողմերը պետք է լինեն, ասել է ֆրանսիացի դեսպանը։ Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, տոնի արդիվ շնորհավորական ուղերձ է եղել Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Ուղերձում ասված է. Սիրելի երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի երեխաների պաշտպանության միջազգային օրվա արդիվ։ Թող այսօրը եւ ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ ու զիլ ծիծաղով, երկուխնդությամբ, ամենաթաքուն երազանքների եւ հրաշքների իրականացմամբ։ Մեր նպատակն է անել հնարավորը, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում, որպեսզի դուք մեծանաք առողջ ու երջանիկ շրջապատված անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ, ստանաք որակյալ ու ժամանակակից կրթություն։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ թանկագին փոքրիկներ, ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին այս հրաշալի տոնի կապակցությամբ եւ մաղթում բոլորիդ քաջառողջություն, մեծագույն հաջողություններ եւ ամենայն բարիք, ասված է նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925 թվականին Ժնևում հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ։ Հունիսի 1-ը նշում են գրեթե բոլոր հետխորհրդային եւ եվրոպական երկրներում։ Օրն ազդակ է բոլոր մարդկանց, հատկապես ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են եւ պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո եւ պաշտպանության։ Տոնակատարությունից անմասն չի մնում նաև Արցախը։ Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ նվիրված երեխաների պաշտպանության օրվան։ Կավճանկար մրցույթներ, համերգային ծրագրեր եւ հյուրասիրություն։ Ստեփանակերտի կենտրոնն այսօր նույնպես զարդարված էր հունիս 1-յան գույներով։ Ստեփան Շահումյանի անվան Ղակաձև պուրակում քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տոնական միջոցառում նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Ես մենակ Արցախ աշխարհին խաղաղություն եմ ուզում։ Վերես մանուկներն դահագոն է մի քիչ ոնց ասած լավ ապրեն, երջանիկ ապրեն, ուրիշ ոչ մի բան։ Թող մեր մանուկները միշտ կապույտ երկինք տեսնեն։ Թող մեր երեխաները ոչ մի վատ բան չտեսնեն, իրանց երջանիկ զգան, իրանց ծնողների հետ, իրանց հաղթանակած երկրի հետ։ Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում Արցախի պետական համալսարանում գիտահետազոտական աշխատանքների հիմնական սկզբունքների եւ խնդիրների վերաբերյալ դասախոսությամբ հանդես է եկել Օքսֆորդի համալսարանի դասախոս դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը։ Ընտրելով գիտական հետազոտությունների հիմնախնդիրներին առնչվող թեմա, բանախոսը նպատակ է ունեցել գիտության ոլորտում ունեցած տարիների իր փորձառությունը կիսելու երիտասարդ հետազոտողների հետ։ Նախքան դասախոսությանն անցնել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, շնորհակալություն է հայտնել Հելսինկյան նախաձեռնություն 92 Արցախյան կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանին ոչ ֆորմալ կրթության ծրագրին ցուցաբերած աջակցության համար եւ նրան շնորհել Արցախի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում։
2 տարի է, ինչ Կարեն Օհանջանյանի անմիջական նախաձեռնությամբ եւ աջակցությամբ հաջողությամբ գործում է ոչ ֆորմալ կրթության ծրագիրը, որի շրջանակներում Արցախի պետական համալսարանում դասախոսություններով հանդես են եկել 3 տասնյակից ավելի Հայաստանի Հանրապետության եւ արտասահմանյան հասարակական քաղաքական մշակութային գործիչներ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, գիտնականներ, նշել է ռեկտորը, ընդգծելով ծրագրի դրական արդյունավետությունը, որի մասին բարձրաձայնում են հատկապես ուսանողները։ Կարեն Օհանջանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդին եւ հավաստիացրել, որ հետագայում եւս ապահովելու է ծրագրի շարունակականությունը, ընդգրկելով առավել լայն աշխարհագրություն։ Այսօր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նիստերի դահլիճը շախմատային մրցաշարի հարթակի էր վերածվել Ռաֆայել Վահանյանը ընդդեմ 2 տասնյակ շախմատասեր շախմատիստների։ Օլիմպիական չեմպիոնը մնաց իր բարձրության վրա, իսկ մրցակիցներին մնաց վառ հիշողությունը։ Անկախ արդյունքներից սուրը առաջին հայ գրոսմայստերի հետ խաչելը մեծ պատիվ է։ 20 խաղատախտակ, 20 մտահոգ դեմք, մտահոգվելու առիթ կա, համաժամանակյա խաղը Ռաֆայել Վահանյանի հետ է նախատեսվում։ 1951 թվականին Երևանում ծնված Ռաֆայել Վահանյանը դարձավ առաջին հայ շախմատիստը, ով արժանացել է գրոսմայստերի կոչմանը։ 1989 թվականին արդեն ԽՍՀՄ չեմպիոն էր։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 2 անգամ նվաճել է շախմատային օլիմպիադայի հաղթողի դափնին, 2 անգամ աշխարհի եւ 3 անգամ Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթողի կոչումը։ Բազմաթիվ կոչումներին վերջերս ավելացել է եւս մեկը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի երևանյան ներկայացուցչության ղեկավարն է։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում յուրօրինակ մրցաշարն էլ նաեւ դրա շնորհիվ է կազմակերպվել։ Մասնակիցների տարիքային միջակայքը ընդգրկուն է դպրոցականներից մինչեւ տասնամյակների փորձ ունեցող շախմատիստ շախմատասերներ, ոչ միայն Շուշիից։ Ավելի տպավորված է ավագների խաղով, չի թաքցնում մի քանի խաղատախտակների վրա, պարտությունից շատ չէր հեռու։ Ամեն դեպքում չեմպիոնը մնաց իր բարձրության վրա։ 20 խաղատախտակի վրա 2 ժամ շարունակված մրցավեճի արդյունքում Վահանյանը 18 հաղթանակ տարավ, 2 մրցակցի հետ խաղաղ դաշնք ընկեց։ Ոչ ոքիներից մեկի հեղինակն էլ Արցախի շախմատի ֆեդերացիայի նախագահն է։ Հունիսի 2-ին Ռաֆայել Վահանյանը համաժամանակյա շախմատի սեանս կանցկացնի Ստեփանակերտի շախմատի դպրոցում։ Արցախյան այցի ընթացքում նախատեսվում են նաև այլ հանդիպումներ։ Նորեր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, օր։ Այսքանը օր ծրագրի հիմնական թողարկումը ժամը 20-ին է։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անբավարարություն, սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Վարկյանում 3-ից 8, ամպրոպի ժամանակ 18-ից 23 մետր ուժգնությամբ հարավ-արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը՝ գիշերը 10-ից 15 ցելսիուս, 19-ից 23 աստիճան տաքություն։